Օրեր առաջ Live 24 News-ը գրել էր այն մասին, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանն ու նրա նախկին ամուսինը Ալբերտ Աղաջանյանը ամուսնալուծությունից հետո այնքան էլ հաշտ հարաբերությունների մեջ չեն։ Այսօր Արմուրեի խմբագրությունը նահանգել փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանն ու Նարեկ Վարդանյանը վերջիններս պնդում են, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ ամուսինը Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ երեկ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել։ Կա հարուցված քրեական գործ։ Արմուրեյը պահպանելով էթիկայի կանոնները կապվել է Էլեոնորա Պետրոսյանի հետ, ու փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձել ու հայտնել է, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու առևանգել և գողացել է մանկապարտեզից երեխաներին, հագցնելով ուրիշ երեխաների շորեր, առանց մորի և դայակներին տեղյակ պահելու և մի քանի օրով կորել է, չի պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։ Էլեոնորա Պետրոսյանը դիմել է ոստիկանություն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք։ Վերջին ամիսներին հետևորդները նկատել էին, որ պարուհու ինստագրամյան հարթակում ասես բացակայում են հրապարակումներն ամուսնու մասնակցությամբ, դե իսկ երեկ էլ վերջինս հարց ու պատասխան է կազմակերպել ինստագրամյան հարթակում, որտեղ հարցերի 90%-ը եղել են ամուսնալուծության վերաբերյալ։ Պարուհին վերջ է տվել բոլոր խոսակցություններին, պատասխանելով, որ այո, ինքն ամուսնալուծված է։ Մնացած բոլոր հարցերին պարուհին պատասխանել է, նշելով իր հավատն առ Աստված, նշելով, որ իր յուրաքանչյուր քայլում Աստված իր հետ է և ինքը հավատում է դրան։ Այն հարցին արդյոք իրեն մեղավոր է համարվում բաժանման հարցում Էլեոնորան նշել է՝ իհարկե ոչ։ Նշենք նաև, որ պարուհու ամուսնալուծությունը մի քանի ամսվա վաղեմություն ունի։ Պարուհին այս ամիսների ընթացքում փորձում էր ամեն կերպ ներկայացնել, թե իր մոտ ամեն բան լավ է, սակայն հետևորդների աչքից, ինչպես միշտ, ոչինչ չի վրիպում։ Նրանք նկատել էին, որ Էլեոնորան ամուսնալուծվել է, դե իսկ երեկ էլ վերջինս վերջնականապես հայտարարեց քննարկվող լուրը։ Ներկայացնում ենք Էլեոնորա Պետրոսյանի հրապարակումները ինստագրամյան հարթակից։